Մեկ օրյա այցով Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը, որ հետո մեկնեց Բաքու։ Օրակարգի առանցքային թեմաները ռազմավարական գործընկերության զարգացումներն են։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի համոզմամբ իրենք Հայաստանին ոչ միայն խաղաղություն են բերում, այլև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարգավաճում։ Սա ամբողջությամբ նկարագրում է գրեթե, թե մենք ինչ ակնկալիքներ ունեինք եւ թե ինչ ենք պատկերացնում ապագայի համար, որովհետև թրիփը ինքը այո տնտեսական մեծ ուրեմն հնարավորություններ է բացում, բայց մյուս կողմից նաև ամբողջ տարածաշրջանը կայունացնում է, խաղաղություն է բերում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմամբ ԱՄՆ փոխնախագահի, ինչպես այլ բարեկամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը արդյունք կարող են ունենալ, եթե դրանց ընձեռնված հնարավորություններից օգտվում են։ Խնդիրը այցը չի, խնդիրը հնարավորությունները չեն, խնդիրը հնարավորություններից արդյոք օգտվում ենք, թե չի, խնդիրը սպասելիքներն է, որ մենք ձևավորում ենք։ Եթե մենք ձևավորում ենք սպասելիք, որ տեսեք փրկվել է ժողովուրդը, որովհետև Վենսը եկել է, Նենսի Փելոսին եկել էր արդյունք եթափում, մենք այդ տեսակետի կրողը չենք, մենք դրան համաձայն չենք։ Երևանից մեկնելուց առաջ Վենսը անդրադարձել էր Ադրբեջանում ձերբակալված հայերին, նշելով, որ ինքը Բաքվում կխոսի այդ մասին։ Հասմիկ Հակոբյանի կարծիքով այդ հարցը իշխանությունը եւս հնչեցնում է, որովհետև դա շատ ցավալի է։ Որովհետև որոշ հարթակներում կամ հենց Ադրբեջանի հետ խոսակցություններ իշխանությունը կարող է ունենալ եւ մեզ համար սա նաեւ պատասխանատվության հարց է։ Մենք որևէ առիթ բաց չենք թողել այդ հարցը ցանկալի լուծման բերելու համար։ Քրիստինե Վարդանյանը պնդեց, ընդդիմադիր ուժերի տարբեր ակցիաներ եւ նամակներ եւս նպաստել են այդ հայտարարությանը։ Գերիները կարող են ազատ արձակվել միայն միջազգային ճնշման դեպքում։ Մենք ԱՄՆ հայդատի գրասենյակը, մեր բոլոր կառույցները դաշնակցության նկատի ունեմ, որոնք նաեւ գործում են ԱՄՆ-ում, հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի ամերիկյան պաշտոնյաները այդ հարցը պահեն օրակարգում։ Դա չափազանց կարեւոր է, դա միայն ողջունելի է, հուսով եմ, որ ամբողջ ճնշումը, որը ԱՄՆ-ն կարող է բանակցնել, այս հարցում գոնե կբանեցվի։ Հասմիկ Հակոբյանը սակայն հակադարձեց, ընդդիմությունն ամեն ինչ իրեն է վերագրում։ Մշտապես ընդդիմությունը իրեն հույս է տալիս, որ ինքը եղանակ է փոխում Հայաստանում, վստահեցնում եմ չէ, անգամ եղանակների հետ են իրենք հարմարվում, ուր մնաց եղանակ փոխեն, գիտեք, ցուրտ է չկային, շոկեր չկային, հարմար եղանակեր կային։ Հասմիկ Հակոբյանը հիշեցրեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում, ընդդիմությունը պնդում էր, որ չի բարձրաձայնվում գերիների հարցը եւ օրակարգում չկա։ Մինչդեռ ըստ նրա ականատես եղան այլ փաստերի։ Խոսելով խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մասին, պատգամավորը վստահեցրեց, Հայաստանը հենց այսօր էլ պատրաստ է ամբողջությամբ ստորագրել։ Լիլիթ Աբրամյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։